Բարեձեզ թարմացված տեղեկատվությամբ եթերը շարունակում է հորիզոն լրատվականը հունիսի 18-ն է չորեքշաբթի։ Գործարար Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանին մեղադրանքի առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Քննչական կոմիտեն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանը, այս պահին դատարանը քննում է միջնորդությունը։ Հիշեցնենք, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ խուզարկել են Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվել են օպերատիվ գործողություններ։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը արժանացել է համարժեք գնահատականի։ Այս հայտարարությունն արել վարչապետը անդրադառնալով գործարարի տանը երեկ երեկոյան տեղ ունեցած խուզարկությանը եւ դրա պատճառներին, տեղեկացրել է, որ 1 ամիս առաջ 1 ամիս ժամկետով կառավարության անդամներին տվել է հանձնարարական, որ հեծի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի։ Հայաստանի էլեկտրացանցերն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել։ Հիմա նաև վերլուծությունը հիմք է տալիս մտածելու, առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից, որ այդ ամեն ինչը արվել եւ արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար, հայտարարել է վարչապետը, նաև նշել, որ իր հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին եւ այս ակտիվացումը ուղիղ կապում է այդ հանձնարարականի հետ։ Ինչ վերաբերում է հեծի ազգայնացմանը, ըստ վարչապետի, այս հարցով ամենաարագ եւ արդյունավետ գործելու տեղը ազգային ժողովն է եւ որ այժմ մասնագետներն ու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը քննարկում են հեծի ազգայնացնելու մասին օրենքի նախագիծը ազգային ժողով բերելու համար։ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին, ասված է որոշման մեջ։ Ազգային ժողովում շարունակվել է 2024 թվի պետական բյուջեի կատարողականի քննարկումը, ելույթներ են ունեցել մի քանի նախարարներ եւ պատգամավորներ։ Ելույթների մի մասը վերաբերել է բուն բյուջեին, մյուսները քաղաքական ուղղվածության են եղել եւ բավականին սուր։ 2024 թվականը եզրափակեցինք շոշափելի տնտեսական արդյունքներով։ Տարվա ընթացքում ապահովվեց 5.9% հնայի աճ, ինչը ընթացիկ գներով նշանակում է ավելի քան 700 միլիարդ դրամի հավելյալ համախառն ներքին արդյունք համեմատած նախորդ տարվա հետ։ Իսկ 25-ի առաջին եռամսյակում արդեն արձանագրվել է 5.2% տնտեսական աճ, շարունակելով հաստատուն վերելքը։ Վերջին տարիներին մեր տնտեսությունն անցել է զարգացման նոր փուլ, ձեռք բերելով որակական նոր բովանդակություն, կառուցվածքային խորքային փոփոխությունների եւ սիներգիայի էֆեկտ ապահովող համալիր տնտեսական քաղաքականության շնորհիվ։ 2018-ից ի վեր հնայի իրական աճը կազմել է 43.5%, անցնելով 10 տրիլիոն դրամի շեմը կամ գրեթե 26 միլիարդ դոլար։ Իսկ մեկ շնչին ընկնող հնան ավելի քան կրկնապատկվել է։ Հիմա մենք ասում ենք, որ տնտեսական աճը եղել է 5.9% անցած տարի։ Ես ծրագրի քննարկման ժամանակ ասացի, որ դա 5.9% չի եղել իրականում, այլ եղել է 3.7%։ Ինչով է պայմանավորված իմ այդ դատողությունը։ Պայմանավորված է նրանով, որ տնտեսության մի հատված, որը թվաբանորեն գումարվել է հնային, ըստ էության արդյունք չի տվել։ Այսինքն ինքը իր մեջ հնա չի եղել, որ իրական տնտեսական աճը գրանցվի։ Դադարեցրեք ձեր կեղտոտ արշավը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Առաքելական եկեղեցու հետևորդները դա ձեզ երբեք չեն ների։ Ձեզ հանդուրժելու ժամանակն այլևս անցել է։ Երկրի փրկությունն ու ապագան գտնվում են նրանց ձեռքերում։ Նրանք գալիս են ու գալու են իրենց ձևով մասնակցելու երկրի փրկության գործին։ Այս ճշմարտությունը ձեր դատավճիռն է։ Հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից, զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Լրություն դալիճուն, լրություն, չի կարելի, լրություն դալիճուն, լրություն, դաշինքից առնվազն մեկը գիտի հայր մերը, մի մասը առնվազն, գիտի, մի բան արեք,
Հայ առաքելական եկեղեցու խնդիրները իհարկե պետք է լուծվեն, քանի որ սա ուղիղ կապ ունի մեր երկրի դիմակայունության եւ անվտանգության հետ։ Պետք է լուծվեն թե կայսերական օրակարգերի հարցերը, թե քաղաքականությանը եւ ընտրություններին չմիջամտելու հարցերը, թե եկամուտների եւ հարկերի հարցերը, թե կանոնագրքին համապատասխանության հարցերը, թե բանակի հետ կապված արտոնությունների հարցերը։ Եվ մի վերջին նկատառում բառապաշարի հետ կապված։ Ոմանց նուրբ հոգիները ցնցվել են վարչապետի բառապաշարից։ Իմ նուրբ հոգին եւս, պարոն վարչապետ, խստորեն դատապարտում եմ։ Սակայն ոմանց պարագայում այդ ցնցումը արժանի ցնցում էր, քանի որ արդեն որ երրորդ տարին է, գուբերնատորները, նրանց սպասարկող հոգևորականները, որոշ բլոգերներ կարծում են, թե երբ հարվածներ են հասցնում պետությանը, դուք պետք է ձեռքերը ներքև պահեք, ինչու եք բարձրացնում, ինչու եք պատասխան հարվածներ հասցնում։ Խստորեն դատապարտում եմ եւ ամբողջությամբ աջակցում, պարոն վարչապետ, դարերով կուտակված մեր խնդիրները լուծելու ձեր հանձնառությունը, որպես քաղաքացի, որպես պատգամավոր։ Սիրելի քաղաքացիներ, կասկած մի ունեցեք, մենք չենք մոռացել մեղմ եւ բարեկիրթ լինելու ձևը, այդպիսին կլինեն բոլորը եւ շուտով։ Տարածաշրջան Թեհրանը խոստացել է, որ իշխանության գործողություն իրականացնել եւ Թել Ավիվի բնակիչներին հրամայել է տարհանվել։ Նախազգուշացումը տարածել են իրանական լրատվական գործակալությունները։ Փոխադարձ հրթիռային հարվածները չեն դադարում։ Իրան-Իսրայել պատերազմի վերջին զարգացումների մասին տեսանյութում։ Իսրայել-Իրան օդային պատերազմը շարունակվում է արդեն 6-րդ օրը։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ իրենց ավելի քան 50 կործանիչներ հարվածել են Թեհրանում գտնվող թիրախներին, այդ թվում ուրանի հարստացման համար ցենտրիֆուգներ արտադրող գործարանին։ Բացի այդ, իսրայելական բանակը հարվածներ է հասցրել զենքի արտադրության մի քանի օբյեկտների, այդ թվում Երկիր-Երկիր եւ Երկիր-Օդ դասի հրթիռների համար հումք արտադրող գործարանին։ Իրանը դեռևս չի մեկնաբանել հարձակումները։ Իր հերթին իրանական բանակը գիշերը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին, որի հետևանքով վնասվածքներ են ստացել ավելի քան 90 մարդ։ Նրանք հոսպիտալացվել են։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ նոր առաջադեմ հրթիռներով հարվածելով Իսրայելի թիրախներին, Իրանը հզոր ուղերձ է հղել պատրանքներով ապրող Իսրայելի պատերազմասեր դաշնակիցներին։ ԻՀՊԿ-ի տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ վերջին հարվածների ժամանակ օգտագործվել են Ֆաթահ հրթիռների առաջին սերնդի մոդելները, որոնք բազմիցս հաղթահարել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերը։ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը երեկ Իրանի հարցով ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Միացյալ Նահանգների նախագահն ավելի վաղ հայտարարել էր, թե Իրանում պետք է ոչ թե հրադադար հաստատել, այլ վեճ դնել Թեհրանի միջուկային ծրագրին։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ այժմ իրենք ունեն Իրանի երկնքի լիակատար վերահսկողություն։ Հստակ գիտենք, թե որտեղ է թաքնված Իրանի գերագույն առաջնորդը։ Այժմ չենք ուզում վերացնել նրան, բայց մեր համբերությունը սպառվելու վրա է, գրել է ԱՄՆ նախագահը, ընդգծելով, որ Իրանի առաջնորդը իրենց համար հեշտ թիրախ է, բայց առայժմ չեն պատրաստվում նրան վերացնել։ Բայց մենք չենք ցանկանում, որ հրթիռներ արձակվեն խաղաղ քաղաքացիների կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերության բաժակը լցվելու վրա է, անվերապահ կապիտուլյացիա, գրել է Թրամփը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հնարավոր ռազմական միջամտությունը անկասկած կտարածի Իրանի եւ Իսրայելի միջև հակամարտությունը ամբողջ մերձավոր Արևելքում եւ այն կդարձնի ավելի մեծ ու վտանգավոր, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասը։ Կալասը նման հայտարարություն է արել Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, երբ Միացյալ Նահանգների ղեկավարը բացահայտորեն ակնարկել էր, որ Միացյալ Նահանգները կարող է գործնական մոտեցում ցուցաբերել մարտական գործողությունները դադարեցնելու համար։ Կալասը նաեւ նշել է, որ Եվրամիությունը չի աջակցի Միացյալ Նահանգների պատերազմին միանալուն։ Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ռազմական ճանապարհով Իրանում ռեժիմի փոփոխության փորձը մեծ սխալ է համարում։ Նա այս խոսքերն ասել է Կանադայում կայացած G7 գագաթնաժողովում ունեցած ելույթում։ Մակրոնը նշել է, որ Իրանում ռեժիմի փոփոխությունը քաոս կստեղծի եւ կոչ է արել երկրներին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ Իրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար։ Իդեպ ԱՄՆ օրենսդիր մարմնի երկու կուսակցություններն էլ սահմանափակել են Թրամփի լիազորությունները կանխելու համար, որ նա պատերազմ սկսի Իրանի հետ։ ԱՄՆ օրենսդիրները հայտարարել են, որ միայն կոնգրեսն ունի Իրանին պատերազմ հայտարարելու լիազորություն եւ որ կոնգրեսը այս պահին թույլ չի տա Թրամփին միջամտել Իրան-Իսրայել հակամարտությանը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հեռախոսազրույց են ունեցել։ Times of Israel-ը հիշեցնում է, որ Նեթանյահուն նախորդին ասել էր, որ ամեն օր զանգահարում է Թրամփին։ Սակայն սա առանձնահատուկ դեպք է։ Թրամփի վերջին 24 ժամվա հայտարարությունները բոլոր շահագրգիռ կողմերին մտածել են տվել, թե արդյոք ԱՄՆ կմիանա Իսրայելին եւ կսկսի հարվածել Իրանին, հայտնում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Թրամփը քննարկում է Իսրայելին միանալու հնարավորությունը Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանին հարվածելու հարցում, հայտնել են CBS-ի աղբյուրները։ Իսրայելում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը եւ ամերիկյան հյուպատոսական գրասենյակները ժամանակավորապես փակ կլինեն մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով, հայտնել է դիվանագիտական առաքելությունը։ Հաշվի առնելով անվտանգության իրավիճակը, Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի հունիսի 18-ից մինչև հունիսի 20-ը։ Սա վերաբերում է նաեւ Երուսաղեմի եւ Թել Ավիվի հյուպատոսական բաժիններին, ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի եւ Իրանի միջև հրթիռային փոխադարձ հարվածները մտավախություն են առաջացրել, որ Իրանը կարող է փորձել փակել Հորմուզի նեղուցը, որը համաշխարհային նավթի փոխադրման կարևոր ուղիներից մեկն է։ Աշխարհի հում նավթի մոտ 1/5-ը անցնում է հենց այդ նեղուցով, որի ամենափոքր հատվածում լայնությունը ընդամենը 40 կիլոմետր է։ Իրանցի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ երկիրը կարող է քննարկել նեղուցի փակման հարցը։ Բրիտանական MI6-ի նախկին ղեկավար Սեր Ալեքս Յանգերը BBC-ին ասել է, որ ամենավատ սցենարի դեպքում նեղուցը իսկապես կարող է փակվել։ Ալաղ Ալեչյան, Հորիզոն։ Հանրապետությունում նույնականացման քարտերի տրամադրման գործընթացն ակտիվ փուլում է։ Անձնագրային բաժանմունքներն աշխատում են ծանրաբեռնված։ ID քարտերի պահանջարկի ակտիվացումը պայմանավորված է եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացի պահանջով եւ հստակ ժամկետներով։ Շիրակի մարզում եւս նույնականացման քարտերի տրամադրման ժամկետներում որոշակի խախտումներ են տպագրական սարքերի բացակայության պատճառով, իսկ ընդհանուր մոտ 42,000 Հայաստանի քաղաքացի սպասում են նույնականացման քարտ ստանալու հերթին։ Հայտարարագրման համար պահանջվել է ID-ին, դրա համար եկել դիմել էի։ Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության մարզային ստորաբաժանումները վերջին ամիսներին աշխատում են ծանրաբեռնված։ Անձնագրային բաժանմունքներում հաճախ են հերթեր գոյանում։ Հարյուրավոր քաղաքացիներ ամեն օր դիմում են տարածքային սպասարկման բաժիններ նույնականացման ID քարտ ստանալու։ Այն խիստ անհրաժեշտ է տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացում։ Հայտարարագրման ժամկետներն անփոփոխ են, սահմանված մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը։ Մենք ազնագրերը ստանալու ենք եկին։ Վերջին 10 տարում նույնականացման քարտերի համար ամենաբարձր դիմելությունն արձանագրվել է 2024 թվականին։ Հանրապետության 160,000 քաղաքացի հասցրել է ստանալ այն անցած տարի։ Իսկ 2025 թվականի առաջին 5 ամիսներին արդեն տրամադրվել է ավելի քան 101,000 նույնականացման քարտ եւ նույն ինտենսիվությամբ գործընթացը շարունակվում է։ Միայն Գյումրի 2 սպասարկման բաժնում այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է դիմելիության գրեթե կրկնակի աճ։ Եթե 2024 թվականի հունվար-մայիսին ձևակերպվել է 1171 քարտ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում թիվը հասել է 1901-ի։ Ավելացող հոսքի հետ մեկտեղ որոշ խոչընդոտներ եւս եղել են։ Ուշացումների հիմնական պատճառը տեխնիկական է, սարքավորումների պակաս է, ինչը եւ ժամանակավորապես ազդել է քարտերի թողարկման ժամկետների վրա։ Ուշացումները պայմանավորված են եղել միայն ու միայն տպագրական գործընթացի դանդաղեցմամբ, ինչը պայմանավորված է եղել վերազինման աշխատանքներով։ Թարմացվել է տպագրական սարքերի լազերային համակարգը։ Նախապես աշխատակիցները զանգում են տվյալ դեպքում քաղաքացիներին, իրազեկում են, որ դեռ նույնականացման քարտը բաժնում չէ, ստանալուն պես անպայման կիրազեկենք, որպեսզի կարողանանք մոտենալ անձնագրային բաժին եւ ստանալ ձեր նույնականացման քարտը։ Հայաստանի քաղաքացի ցանկացած տեղ ես նույնականացման քարտը գործեմ։ Հիվանդանոց բժշկի ովշը տարբեր տեղից թերմակություններ։ Մի քիչ ուշացան, զանգեցին, որ չգաք, որ հասակով մարդ ենք չգանք նեղություն, զանգեցին, եկեք տալեք պատրաստա։ Նույնականացման քարտերի առանձնահատկությունն այն է, որ դրանք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներքին անձնագիրը եւ դրանք կիրառվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր գործարքներ կատարելու, հաստատությունների սպասարկում ստանալու, բանկային եւ իրավական ընթացակարգեր իրականացնելու համար։ Դրանք պարտադիր են տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացում։ Շփոթմունքներ երբեմն առաջանում են, երբ քաղաքացիները փորձում են ID քարտերը օգտագործել որպես սահմանի հատման փաստաթուղթ կամ վիզա ձևակերպելու հիմք։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության բաժինները հստակեցնում են, միջազգային ճամփորդությունների համար անհրաժեշտ եւ կիրառելի են միայն
821 նմուշի անձնագրերը։ Պիտի նույնականացման քարտի հետ մեկտեղ 821 նմուշի անձնագիր ունենան Վրաստան մեկնելու համար, հիմնականում սահմանին նոր իմանում են, որ բացի նույնականացման քարտից նաև պետք է վավեր 821 նմուշի անձնագիր ունենան։ Կարող են իրենց հետ չտանել իհարկե սահման, սրա առավելությունը դա է, սակայն բնակչության պետական ռեգիստրի բազայով պիտի վավերականության ժամկետ ունենա անձնագիրը, որը նաև տեսնում են սահմանապահները։ Սա արված է այն դեպքերի համար, երբ որ քաղաքացին իր մոտ չունի նշված անձնագիրը, օրինակ դեսպանատանն է գտնվում, բանկում է գտնվում եւ ունի նույնականացման քարտ, որով կարող է սահմանը հատել։ Այսինքն երկուսի արկայությունն է անհրաժեշտ, սակայն մեկի այդ պահին գործածությունը։ ID քարտ ստանալու համար սահմանված պետական վճարը կազմում է 3000 դրամ։ Այն անվճար է երկու խմբի համար՝ անապահովության նպաստ ստացող քաղաքացիների եւ 16 տարին լրացած անձանց, ովքեր առաջին անգամ են ձևակերպում անձնագիր։ Քաղաքացիներն ազատ են ընտրելու սպասարկման բաժինը։ Միակ բացառությունը հասցեում գրանցման կամ դուսկրման դեպքերն են, որոնք իրականացվում են միայն տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանումներում։ Այս դեպքում հնարավոր կուտակումներից խուսափելու եւ սպասարկման հոսքերի կառավարումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ներդրվել է հիբրիդային համակարգ, որը թույլ կտա քաղաքացիներին նախապես հերթագրվել առցանց։ Օնլայն հերթագրում ունենում ենք, սակայն ավելի շատ նախընտրում են քաղաքացիները կենթանի հերթով սպասարկվել։ Պատահում են դեպքեր, երբ քաղաքացին կոնկրետ ժամի համար ունի օնլայն հերթագրում, մոտենում է ծառայությունը ավելի շուտ, ըստ էության պիտի 15 րոպե շուտ ակտիվացնի օնլայն հերթագրման կտրոնը, սակայն երբ մոտենում է ավելի շուտ ու այդ պահին չունենք ծանրաբեռնվածություն, նորից կենթանի հերթով սպասարկում ենք իրականացնում, երկար չի սպասում։ Տարեկան եկամուտների հայտարարագրման եւ էլեկտրոնային ստորագրությամբ գործարքների համար օգտագործվող ID քարտերը էլեկտրոնային կրիչով ունեն PIN եւ PUK կոդեր, որոնք տրվում են միայն քաղաքացուն։ Այս կոդերը եզակի են եւ կորցնելու կամ մոռանալու դեպքում վերականգնման հնարավորություն չկա։ Սակայն եթե կոդերը քաղաքացին մոռացել է, ապա քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Քաղաքացին կարող է ներկայանալ վավերական նույնականացման քարտով ցանկացած բջջային օպերատորի ակտիվացնելու բջջային էլեկտրոնային ստորագրությունը, որը թույլ կտա անխոչնդոտ մասնակցել էլեկտրոնային հայտարարագրման գործընթացին։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը նախաձեռնել է արվեստի ու մշակույթի բնագավառում վաստակ ու ներդրում ունեցող խանաթների հետ հանդիպումների շարք, որոնք անցկացվում են ժամանակակից կոմպոզիտորներ եւ կատարողները Գյումրիում խորագրով։ Ուսանողների եւ հանրության լայն շրջանակների շփումները սերունդների երկխոսության ազդեցիկ օրինակներ են։ Հերթական հանդիպումը արվեստի վաստակավոր գործիչ Գյումրիի ժողովրդիկների գեղարվեստական ղեկավար Ջեմա Խաղցրիկյանի հետ էր։ Ժամանակակից կոմպոզիտորների, երաժիշտ կատարողների, երգիչների եւ հայ երգարվեստի նվիրյալների հետ հանդիպելու, նրանց ստեղծագործական վաստակը ներկայացնելու հնարավորություններից մեկն է այս նախագիծը, որը նախաձեռնել է Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը։ Հանդիպումները նաեւ սերունդների երկխոսության կարևոր հարթակ են ծանոթանալու արվեստում եւ հայ մշակույթի հանրահռչակման գործում արժանի ավանդ ու դեր ունեցած անհատների հետ։ Հանդիպումը, որը կարող է ոչ միայն հետաքրքիր լինել, այլև շատ ուսանելի, ճանաչողական եւ իհարկե թողնի իր կարևոր հետքը յուրաքանչյուր ունկնդրի խորքի։ Արվեստների ակադեմիայի դահլիճում հանդիպումը Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ դոցենտ Ջեմա Խաղցրիկյանի հետ է։ Բուհը հարազատ է իրեն, այստեղ ժողովրդական երկեցողություն է դասավանդում։ Այսօր հայ երգարվեստում իրենց տեղն ու դիրքն ունեն նաև նրա ուսանողները։ Ով մտնում է ձեր դասարան, ինքը անպայման դառնում է երգիչ։ Սա պարտադիր չէ, որ ինքը համբավավոր շատ մեծ, բայց երբ ելույթ է ունենում եւ ուսանողական տարիներին եւ հետո մենք զգում ենք, որ նա խորապես զգում է ավանդական երգը, լինի աշխուղական, ժողովրդական, իհարկե նաև կոմպոզիտորական։ Ուրեմն ուսանողը երբ դասարան է մտնում, ես առաջին ասում եմ, առաջի հեշտին հարկելու ուսանող, դու պետք է ուտած առավոտ ժամ, ոչ միտեղ չկա կոնսերվատորիում ասենք ժամ, ոչ մասնագիտական առարկան լինի ժամը 9-ից գալիս են, որը մյուսները ասում են, չէ, մինչև ժամը 11-ը չլինի, երկողը չի կարողանում երգել։ Իմ երկողս երգում է։ Ես չգիտեմ, ես պարտադրում եմ իրան, ինքը պետք է երգի։ Արվեստում հաջողելու եւ ստեղծագործական բարդ ու դժվարին ճանապարհը աշխատանքն է հարթում, նշում է Ջեմա Խաղցրիկյանը։ Մասնակիտությունում նախընտրելին իր համար ի սկզբանե եղել է խմբավարությունը։ Վոկալին զուգահեռ խմբավարության բաժնում է սովորել եւ զուգահեռ աշխատել Լենինականի երաժշտական դպրոցներում։
Երբ երաժշտություն է դասավանդել, վոկալում եւս փայլել է, բայց կարճ ժամանակում հասկացել, որ իր գործը ոչ թե երգելն է, այլ սովորեցնելը, եւ խմբավարությունը դարձավ նրա կարեւորագույն առաքելությունը արվեստում։ Ես շատ եմ սիրել երգելը, բայց ստացվեց, որ ես ընդունվեցի դասական վոկալ բաժինը, բայց հետագայում զգալով, որ երևի ես դասական վոկալ չեմ պետք անել իմը չի հավանաբար բաժինս փոխեցի ես դրա համար հետո խորեցի ժորտարա ես շերան տատիկիս քերին է էդել ասեմ, հա, ով երևի էդ է խոսեցել իմ մեջից, որ ես մեր ազգային ավելի շատ եմ կենահատը քանստե մնացած բոլորի արվեստի բոլոր ճյուղերը։ Արդեն 25 տարի է, երբ նույն երաժշտությունը նրա ձեռքերում է։ Ջեմա Քաղցրիկյանի դիրիժորությամբ են անցնում Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի համերգները։ 2001 թվականից նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է նաև։ Ժողգործիքների ամեն մի հաջողություն հանդիսատեսի ջերմ ընդունելություն իր նվիրված աշխատանքի արդյունքն է համարում նաև։ Նվագախումբը ինչպես տեսնում եք հիմա այնպեսի մի անկարահատելի լավ վիճակում է գտնվում, որ հանրապետության բոլոր միջոցառումներում մենք կարող ենք պարզապես ելույթ ունենալ։ Հանդիպումը համերգային էր Արվեստների ակադեմիայի դահլիճում հնչեցին բացառապես հայ երկարվեստի ստեղծագործությունները ժողգործիքների պետական նվագախմբի կատարմամբ։ Իսկ դիրիժորի պատասխանատու տեղում Ջեմա Քաղցրիկյանի որդին էր Կարեն Մարիլյանը, ով շարունակողն ու կրողն է ազգային երգեցողության ու մշակույթի։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ տեղեկատվությունը եւս սպառված է, հետևեք նորությունների ժամը 20-ին։